Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ Վայոց ձորի մարզի սիրելի կուսակցականներ, մենք երկու հրաշալի օր անցկացրեցինք Սյունիքի եւ Վայոց ձորի մարզում եւ ուզում եմ ձեզ հետ կիսել այդ երկու օրերից իմ արած հետևությունը։ Եվ հետևությունն այն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանալը առավել քան իրատեսական է քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար։ Հաջորդում եմ ասել նաև, թե ինչ պետք է մենք անենք այդ հնարավորությունը իրացնելու համար, որովհետև հնարավորությունը մի բան է, հնարավորությունը իրացնելը երկրորդ բանը։ Մենք պետք է տեր կանգնենք այդ հնարավորությանը։ Ես ուզում եմ ասել նաև, թե մենք որպես քաղաքական ուժ, որպես կառավարող ուժ, ինչ պետք է անենք այդ հնարավորությանը տեր կանգնելու համար։ Սիրելի կուսակցական ընկերներ, ես գիտեմ, թե մենք բոլորս դուք ինչքան եք սիրում Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Այս հնարավորությանը տեր կանգնելու եւ իրացնելու համար պետք չի ամաչել զգացմունքներից։ Ցույց տվեք ամեն օր ձեր սերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Գիտեք, մեզ շատ մարդիկ են դիմում։ Այդ մարդկանցից մի մասի հարցերը լուծելի են, մյուս մասի հարցերը լուծելի են, բայց բարդությամբ, երրորդ մասի հարցերը անլուծելի են։ Խոսքը դրա մասին չէ, մենք չենք կարող բոլորին ասել, որ ձեր բարձրացրած բոլոր հարցերը կլուծեն։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ քաղաքացին ամեն օր պետք է զգա մեր սերը։ Ամեն օր քաղաքացու հետ շփվելիս ցույց տվեք, մի քաշվեք, ցույց տվեք ձեր սերը։ Մարդը, որտեղ ես գիտեմ, որ մենք, որ դուք սիրում եք Հայաստանի Հանրապետությունը եւ նրա քաղաքացիներին, ցույց տվեք այդ սերը։ Եվ երկրորդը, մենք այս երկու օրվա ընթացքում ամենաշատ բանը, որ լսել ենք, խաղաղությունն է, խաղաղություն։ Եվ ես որևէ կասկած չունեմ, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնելու խաղաղությանը, Հայաստանի քաղաքացին տեր է կանգնելու խաղաղությանը։ Եվ մենք մի նոր անսպասելի համախոհների մի բազմահազարանոց բանակ է ի հայտ գալիս, դա մեր երեխաներն են, ովքեր ամեն օր իրենց տներից, իրենց ընտանիքների սերն են բերում մեզ եւ մեր սերը հետ են տանում իրենց ընտանիքներ։ 2026 թվականի հունիսի 7-ին հաղթելու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Փակ նահատակներին կեցել Հայաստանի Հանրապետությունը եւ կեցել նրանք, ովքեր սիրում են Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։